Շատ բարձր է հավանականությունը, որ Միացյալ Նահանգները կհարվածի Իրանին։ Այսպես կարծում են ռազմական փորձագետները եւ հիշեցնում, Միացյալ Նահանգները հավելյալ ուժեր է տեղակայում Մերձավոր Արևելքում ու զորավարժություններ նախաձեռնում։ Որքանով է հնարավոր ու վտանգավոր ԱՄՆ-Իրան նոր բախումը, եկեք հասկանանք։ Վաշինգտոնը պնդում է Թեհրանին հարվածելու որոշում դեռ չունի, փորձագետներն ասում են ռիսկեր կան ու լարված ֆոն։ Նախ այդ լարված ֆոնի մասին։ Օրեր առաջ պաշտոնական Թեհրանը կառավարության դեմ ցույցերը ճնշում էր ցուցարարներին սպանելով։ Թրամփն էլ ասել էր՝ կհարվածենք, թե շարունակենք։ Վաշինգտոնը չհարվածեց Թեհրանին, բայց եւ ոչինչ չբացառեց։ Իսկ հիմա տարածաշրջանում ռազմական ուժեր է կենտրոնացնում։ Ինչու՞։ Սա կարող է Իրանին հասցեագրված ուղերձ լինել, որ մենք պատրաստ ենք, մեր հնարավորությունները տեղում են։ Այդ ուղերձները նաև ճանապարհ են ընկել։ Ամերիկյան Աբրահամ Լինքոլն ավիակիրը եւ ուղեկցող 3 կործանիչ նավերը շարժվում են դեպի Մերձավոր Արևելք, տեղափոխելով ավելի քան 5000 զինվորական։ ԱՄՆ ռազմաօդային ուժերն էլ արդեն ասել են Մերձավոր Արևելքում ռազմական վարժանքներ են սկսելու, ցույց տալու իրենց կարողությունը։ Ձեռքերը ծալած չեն նստում նաև Իրանում։ Երկրի զինված ուժերի էլիտար ճյուղը Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը բարձրացրել է տագնապի մակարդակը։ Իր կողմից աջակցվող զինված խմբավորումներին էլ կոչարել թիկունք լինել Թեհրանին։ Սրված ու լարված այս ֆոնին օդում կախված է մնում հարցը. իսկ ինչ հարված կարող է հետևել։ Ըստ ամերիկյան լրատվամիջոցների հարվածի մի քանի տարբերակ է քննարկվում։ Սկսած շաբաթներ կամ ամիսներ տևող երկարատև օդային արշավից մինչև Իրանի անվտանգության ուժերին թիրախավորող համեստ եւ խորհրդանշական հարվածներ։ Միացյալ Նահանգները կարող է օգտագործել ժամանակակից պատերազմի իր միջոցները։ Օրինակ, անտեսանելի ռմբակոծիչներն ու կործանիչները կարող են ռադիոլռության պայմաններում հաղթահարել օդային պաշտպանությունը, հարվածելով հրամանատարական կենտրոններին եւ հրթիռային կայաններին։ Բայց եւ Իրանը կարող է պատասխանել։ Թեհրանն ունի թևավոր հրթիռներ, որոնք կարող են սպառնալ Պարսից ծոցի ամերիկյան նավերին։ Ունի բալիստիկ հրթիռներ, որոնք կարող են հարվածել տարածաշրջանային ռազմաբազաներին։ Շատ պարզ ասած, ԱՄՆ կարող է հարվածել, Իրանը պատասխանել, բոլորը տուժել։ Իսկ այս ամենը շատերին է հիշեցնում 2025-ի հունիսը, երբ Վաշինգտոնը ռազմական միջոցներ տեղափոխեց տարածաշրջան, հետո Իսրայելը, ապա նաև Միացյալ Նահանգները օդային հարվածներ հասցրին Իրանի միջուկային օբյեկտներին։